Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ ու արագ կարող եք դիտել Vkontakte-ում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Մենք արդեն Vkontakte-ում ենք։ Մարիա ջան, ես ինչի չես քնում, բալես։ Քունս չի տանում, տատա։ Մտածմունքներդ չեն թողում, չէ՞ որ քնես։ Մարիա, քո կյանքի ինչ ընթացքում էլ որ լինես, կարգավիճակիդ մասին մի մոռացի։ Այդ երեխան ոչնչով մեղավոր չի։ Դու պետք է քեզ էլ լավ նայես երեխուն էլ։ Գիտեմ, տատա։ Դրա համար էլ վաղը գնալու եմ բժշկի։ Հա? Հերթական ստուգումներ են, թե վատ ես զգում։ Ստուգումների եմ։ Դե միասին կգնանք։ Չէ, տատ, ես կգնամ։ Չես ուզում ես էլ հետդ գամ։ Քեզ հետ կգամ ու բժշկին ամեն ինչ կասեմ։ Ինչ ես ասելու։ Ասելու եմ, որ ոչ ուտում ես, ոչ էլ քնում։ Տատ։ Կարող ես ուտա։ Այսօր ամբողջ օրը քեզ համոզելով եմ հաց կերցրել։ Ոնց որ փոքր Մարիան լինես։ Հիշում եմ ոնց էիր տանջվում, որ մի բան ուտեի։ Փողանակ առաջ գնանք, գնալով հետ ենք գնում։ Լավ, հիմա կգնամ, նարնջի հյութ կբերեմ, կխմես ու հանգիստ կքնես, եղավ։ Հա, մամ։ Ալես ոնց ես։ Մամ, ես էլ չեմ դիմանում։ Էլ չեմ կարողանում ապրել, հոգնել եմ, մամ։ Հոգնել եմ երջանիկ ձևանալուց։ Հոգնել եմ բոլորին ցույց տալուց, որ ես լավ եմ, որ հաշտ եմ իմ ճակատագրի հետ, որ պատրաստ եմ կյանքս զրոյից սկսել։ Հոգնել եմ երջանիկ ձևանալուց, մամ։ Հոգնել եմ բոլորին խաբելուց։ Նոր տատիկը էստեղ էր ու ես ստիպված էի ժպտալ։ Ստիպված էի ցույց տալ, որ իմ մոտ ամեն ինչ լավ է։ Որ չտեսնի ներսիս քաոսը։ Բայց հոգնել եմ, մամ։ Դու ուժեղ ես, բալես։ Չէ, մամ, տենց մի ասա։ Այդ ամենավատ ու ամենամեծ սուտն է, որ դու ինձ կարաս ասես։ Ես հոգնել եմ ուժեղ ձևանալուց։ Հոգնել եմ ուժեղ ձևանալուց այն ժամանակ, երբ ուզում եմ լացեմ ու գոռամ։ Ես ուզում եմ ընդունեմ այն ամեն ինչ, որ իմ հետ կատարվում է, ուզում եմ համակերպվեմ այս ամեն ինչի հետ։ Իմ ուզածը մենակ է դա, մամ։ Ես մենակ դրան եմ ձգտում։ Ես էլ չեմ ուզում լսել ոչ խորհուրդներ, ոչ էլ խղճահարության խոսքեր։ Ուղղակի չեմ կարող։
Ալո։ Դավիթ, հոգնած չէր։ Չէ, տիկին Օֆելիա, այսօր գործս մի քիչ շատ էր, նոր տուն եմ գնում աշխատանքից։ Լավ ես։ Նորմալ, դուք ոնց եք։ Ինչ-որ բան ա եղել, որ այս ժամին զանգել եք։ Չէ, ուղղակի զանգելի հարցնեի, ինչ ես մտածում քո ու Մարիայի հարաբերությունների մասին։ Էլ բան չկա մտածելու։ Իմ ու Մարիայի հարաբերությունները վերջացած են։ Իմ երեխեն տանջվում է, Դավիթ։ Ու ես գիտեմ, որ քեզ համար էլ հեշտ չի։ Չձևացնես, թե հեշտ է։ Չէ, դե ինչի պիտի ձևացնեմ։ Բնականաբար հեշտ չի։ Ես կյանքիս ամենակարևոր մարդուն եմ կորցրել կնոջս։ Բնականաբար չեմ կարող ձևացնեմ տենց բանը։ Ես ուղղակի ամեն ինչին մի տեսակ ռեալ եմ նայում։ Ես ու Մարիան իրար հետ ապագա չունենք ու այդ իրականությունը ինչքան շուտ բոլորդ ընդունենք, այդքան ավելի լավ բոլորից համար։ Չմտածես, որ զանգել եմ քեզ համոզեմ, չէ։ Ընդամենն ուզում էի հասկանալ, թե դու ինչ ես մտածում։ Ինչի համար։ Որ գնամ դրան սպանելու։ Ինչ։ Ես չեմ կարող թույլ տամ, որ ձեր կյանքը փչացնողը հանգիստ ապրի, Դավիթ։ Ես այդ թույլ չեմ տալու։ Չէ, տիկին Օֆելիա, դուք մի խառնվեք, ես այդ հարցը կլուծեմ։ Ես գիտեմ, թե դու ու Ռուբենը հիմա ինչ եք զգում։ Հասկանում եմ, որ որպես տղամարդ պետքա դուք ինչ-որ բան անեք, բայց ես չեմ կարող դա թույլ տամ։ Ես չեմ կարող թույլ տամ, որ ձեր ձեռքերը կեղտոտվեն։ Էդ իմ անելունն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ներողություն, որ անհանգստացնում եմ։ Դուք այս տարածքում եք ապրում։ Հա, բայց ինչ է պատահել։ Դուք Ալային, Լիլիթին, Աշոտի ընտանիքին ճանաչում եք։ Հա, բա ո՞նց չեմ ճանաչում։ Բայց երկար ժամանակ չեն երևում։ Հա։ Բա տղան։ Տղան մեկ-մեկ գալիս գնում է։ Բայց չասացիք, ինչու համար եք հարցնում։ Չէ, կարևոր չի։ Շնորհակալ եմ։ Բարի լույս։ Չեմ խանգարում։ Չէ, չես խանգարում, նորմալ է։
Լավ էլ համեստություն մի արա։ Լավ էլ գիտեմ, որ խանգարեցի։ Լյուսի, ասում եմ նորմալ է։ Ինչ ա եղել, կարող է էլի մեքենատ վնասել ես, որ եկել ես։ Չէ, ուղղակի չեմ սիրում պարտքի տակ մնալ։ Սուրճն եմ բերել։ Լավ է, սպասի գնամ բաժակ բերեմ, միասին խմենք։ Հետո ինչ որ իմ համար է։ Լավ։ Ավետ, շատ սպասեցիր։ Հիմա էլ հոմեր ժամադրությունը չի ուշանում ես, գործի ես, չէ։ Ամեկա հաճախորդ չունեմ։ Բա հիմա ինչ ես գնում։ Դե մի քանի հատ գործ ունեմ այնտեղ, մինչև հաճախորդս գա։ Բայց ոնց որ թե մի տեսակ ես։ Չէ, ուղղակի գիշերը այնքան եմ մտածել, որ չկարողացա քնեի, Ավետ։ Հիմա ինչ ա եղել։ Մարիայի վիճակը շատ վատ է ու գնալով ավելի է բարդանում։ Ես էլ չգիտեմ, իր անկերուին եմ, բայց չգիտեմ ինչ անեմ, գլուխս արդեն պայթում է։ Մի րոպե կոնկրետ բան ա եղել, թե ոնց։ Ճիշտ է, նենց դեպք չի եղել, որ ես իմ ընկերու կյանքը քննարկեմ քո հետ, բայց ինձ թվում է դուք կարողանաս մեզ օգնես։ Չգիտեմ, Անի, չեմ ուզում հիմա ասես, հետո քեզ վատ զգաս։ Ես էլ չգիտեմ, ասելն է ճիշտ, չասելն է ճիշտ, բայց Եթե այդ հարցը քեզ անհանգստացնում է, ուրեմն ինձ էլ է վերաբերում, Անի։ Անհանգստացնում է, բայց իմ հետ կապ չունի։ Լավ։ Ավետ, Մարիային թվում է, որ Դավիթի կյանքում ուրիշ աղջիկ կա։ Հա՞։ Հավանեցիր։ Ես իմ որ ասեմ տեն շատ համով էր, չէ։ Տեսակ տարօրինակ համ ուներ։ Ուղղակի սովոր չես, դրանից է։ Դու սիրում ես։ Սիրեմ, չսիրեմ, էսա։ Ինչի տխրեցիր։ Ուղղակի շատ դժվար է հայրենիքից հեռու ապրելը։ Շատ դժվար է։ Ինչի դու միշտ Գերմանիայում չես ապրել։ Բայց հայ եմ, չէ։ Իմը էսա, ոչ թե։ Ես չգիտեի, որ դու այդքան հայրենասեր աղջիկ ես։ Եմ, որ այստեղ չեմ ծնվել ու մեծացել, դեռ չի նշանակում, որ չեմ սիրում ու կարոտում ես հողը։ Ուղղակի իմ կյանքը ծնվելուցս առաջ արդեն էսպես է դասավորվել։ Բայց ես մեկը այդ հարազատությունը զգում եմ։ Այդ չի լինի փոխել։ Բա ինչի՞ չես գնում ուրիշ հետաքրքիր տեղեր, ինչի՞ չես պատտվում Հայաստանով, որ ավելի լավ ճանաչես։ Դե, որովհետև ընկերներ չունեմ։ Ավելի ճիշտ ունեի, բայց էլ առաջվա շփումը չկա։ Փոքր ժամանակ, որ հյուր էինք գալիս, այնքան մարդ կար, որոնց հետ կարելի էր շփվել։ Իսկ հիմա չկան։ Ինչի։ Դե, այստեղ շատ ուրիշ է։ Որ ամուսնանում են ընտանիք են կազմում, լրիվ ուրիշ մարդ են դառնում։ Այդ մի բանն է, որ չեմ հասկանում ու չեմ ընդունում։ Իսկ Գերմանիայում, որ ամուսնանում են, շփումը չի փոխվում։ Իսկ քո այդ շփումը շատ թեթև է ստացվում։ Հանկարծ այս ասածիցս չվախենաս։ Քո հետ կապված ուրիշ պլաններ չունեմ։ Ինչի՞ վերցրի, որ վախեցա։ Դե չէ, ուղղակի զգուշացնում եմ, որ չվախենաս։ Պաստորեն ստեղի ամուսնական կյանքը քեզ տենց զարմացրել է։ Դե հա, ոնց կարա մարդ իրան 100%-ով նվիրի մի մարդու ու մոռանա համ ընկերություն, համ ժամանակ։ Հա, էլի ամուսնանան, ընտանիք կազմելը լավ բան է։ Բայց կարող են չէ այնպես անել, որ դրանից չտուժի ոչ անձնական կյանքը, ոչ ընկերական։ Դե հա, իրականում սխալ բան չես ասում, համաձայն եմ։
Ուղղակի մեկ-մեկ մարդիկ իրարով այնքան են տարվում, որ կողքիններին չեն նկատում։ Այ որ դու էլ սիրես կհասկանաս ինձ։ Իսկ դու սիրում ես։ Անի, չես զգում, որ դու շատ ես խորացել այդ մարդկանց կյանքի մեջ։ Ավետ ջան, Մարիան իմ ընկերուհին է ու շատ հարազատ մարդ է։ Դավիթն էլ։ Հա, Անի, ինչքան էլ ուզում են հարազատ լինեն, բայց սահման կա, որ չի կարելի անցնել։ Ես ոչ մի սահման էլ չեմ անցնում։ Ես միշտ գիտեմ, թե ինչ պետք է ասեմ, ինչ պետք է չասեմ։ Լավ, իսկ ինչ ես ասել Մարիային այդ կասկածների մասին իմանալուց հետո։ Դե ասել եմ, որ Դավիթից նման բան չեմ սպասում։ Ու համ էլ իրանք մի քանի օր ա որ բաժանվել են, այդ ոնց Դավիթը տենց արագ ինչ-որ մեկին գտավ։ Ախր Դավիթը շատ լուրջ տղա է, ինքը չէր կարամ կյանքին տենց մատների արանքով նայեր։ Հա, ճիշտ ես։ Ու դրա համար էլ չեմ հասկանում, Մարիան ինչի համար է կասկածում։ Դե մի քանի անգամ Դավիթի խոսակցության ժամանակ հեռախոսով աղջկա ձայն ա լսել, ճիշտ ասած ես էլ եմ լսել։ Դրա համար իմ մեջ էլ է այդ կասկածը մտել։ Կարող է Մարիան ճիշտ ասում։ Շատ լուրջ պատճառ եք գտել, շատ։ Անի, ես իհարկե սովորություն չունեմ քիթս մտցնեմ մարդկանց կյանքի մեջ ու քննարկեմ հարցեր, որի իրավունքը չունեմ։ Բայց ինձ էլ է թվում, որ այս կարճ ժամանակահատվածում Դավիթի կյանքում դժվար թե ինչ-որ մեկը հայտնվի։ Նենց որ դու էլ հանգիստ եղի։ Ու պետք չի ազդել Մարիայի վրա։ Հիմա այդ կասկածները սրել պետք չի, որովհետև հետո ինքն է տանջվելու։ Հա, որ։ Ախր կնոջ սիրտ այդ անտեր դավաճանությունը շատ շուտ ազգում է։ Անի, վերջ, թեման փակ է։ Մենք այդ մարդկանց կյանքը չենք քննարկելու։ Լավ, դե եթե վերջ, ունեմ ես գնամ։ Կավարտես կզանգես։ Անպայման։ Չես պաչում գնոց։ Կյանքս կերել ես։ Բայց ճիշտ էլ է պետք։ Բարև լավ ջան։ Բարև ձեզ։ Ո՞նց եք։ Լավ, մերսի, դուք ո՞նց եք։ Լավ։ Այս տնիցիկ չեն երևում, ուր են։ Հանգստանալու են գնացել։ Հա, եղավ։ Գիշերը մի հատ կին էր եկել, հարց ու փորձ էր անում, քեզ էր հարցնում, Ալային, բայց չիմացա ինչ էր ասում։ Իսկ ավելի կոնկրետ ինչ էր հարցնում։ Ձեզանից էր հարցնում, ուզում էր իմանալ ամեն ինչ։ Պարզա։ Ասեցի տեղը պահին, որ իմանաս։ Մերսի շատ։ Մենք ոնց որ թե իրար լավ չհասկացանք, հա Մարիա։ Քեզ չէի ասել, որ այդ Դավիթի տեղեկ պայես ինձնից հեռու մնա։ Ոչ թե հետևից մարդ ուղարկի։ Շատ խորամանքն է, գիտես այդ Դավիթդ։ Ինչ իրան թվում էր, որ կին է ուղարկում, հարց ու փորձ անելու չեմ հասկանալու, հա, որ ինքը կապ ունի այս ամեն ինչի հետ։ Բայց ուշադիր լսի ինչ եմ ասում։ Պատասխան է տալու այս մեկի համար։ Ու հենց այսօր։ Կլիդի այդ հարցից չպատասխանեմ։ Ես արդեն հասկացա դեմքի արտահայտությունից, կարող ես մոռանալ այս պահի մասին։ Կներես անձնական հարցի համար, չպիտի հարցնեի։ Չէ, նորմալ է։ Փաստորեն, քիչ թե շատ տխրությանդ պատճառն իմացա, բայց էլ չեմ շարունակի։ Ես մեքենայով չես, թե հեռու ես կանգնացրել։ Չէ, մեքենայով չեմ։ Դու ճիշտ էիր։ Մի ձեռքով վարելը իրոք դժվար է ու վտանգավոր։ Բայց ո՞նց եղավ որ հասկացել ես։ Չլինի էլի նոր փորձանքի մեջ ես ընկել նոր ընդունել ես ասածս։
Փաստորեն Մարիան ճիշտ էր։ Չէ, իրականում չեմ փորձել։ Պահի տակ հասկացա։ Բա ոնց անենք այդ պահերը մի քիչ շատ լինեն։ Չգիտեմ, բայց ես երևի արդեն գնամ։ Համ շատ խոսեցի, համ քեզ շեղեցի գործիցդ, համ էլ արդեն հոգնեցի։ Լավ, ես քեզ կճանապարհեմ։ Չէ, ես ինքս կարող եմ։ Լուսի, ուրեմն դու այսքան ճանապարհը կտրես գաս, որ ինձ սուրճ բերես ու ես քեզ չճանապարհեմ։ Ոնց որ թե դու էլ չես ուզում պարտքի տակ մնալ, հա։ Այ ապրես։ Դե ես մի հատ փոխվեմ գամ ու գնանք։ Լավ։ Մենք ոնց որ թե իրար լավ չհասկացանք, հա Մարիա։ Քեզ չէի ասել, որ այդ Դավիթի տեղեկ պայես ինձնից հեռու մնա։ Ոչ թե հետևիցս մարդ ուղարկի։ Շատ խորամանքն է, գիտես այդ Դավիթը։ Ինչ իրան թվում էր, որ կին է ուղարկում, հարց ու փորձ անելու չեմ հասկանալու, հա, որ ինքը կապ ունի այս ամեն ինչի հետ։ Բայց ուշադիր լսի ինչ եմ ասում։ Պատասխան է տալու այս մեկի համար։ Ու հենց այսօր։ Հասկացա ես ով է։ Արդեն հետաքրքիր է։ Կարելի է պարոն Դավթյան։ Ասա Խաչատրյան։ Ձեր ասած տեղերում հերթապահություն եմ նշանակել գիշեր ցերեկով, բայց Ռաֆին չենք նկատել։ Հասկացել է լակոտը։ Շարունակեք նույն տեմպերով։ Շատ լավ։ Չէ, սենց չի լինի։ Ալո։ Դավիթ, կներես, որ անհանգստացնում եմ, ուղղակի ասելիքս շատ կարևոր է։ Մարիա, մենք պայմանավորվել ենք, որ ինչ էլ լինի, չենք հիշելու իրար։ Ես գիտեմ, որ դու արդեն իմ մասին մոռացել ես։ Գիտեմ, որ չես էլ հիշում, բայց ասելիքս շատ կարևոր է, այնպես է, որ ես էլ եմ աշխատում մեր պայմանավորվածության վրա։ Դավիթ, եթե ես հիմա չասեմ, թե ինչ ա եղել, հետո մեծ խնդիր կառաջանա ու էլի մեղավորը ես կլինեմ։ Ու ինչ ա եղել։ Ռաֆը ինձ ձայնագրություն է ուղարկել ու կարծում եմ, որ ճիշտ կլինի քեզ այդ ձայնագրությունը ուղարկեմ, քան թե բառերով բացատրեմ։ Խնդրում եմ քեզ, լսի այդ ձայնագրությունը ու իրենից հեռու մնա։ Այս հարցը թող պապայի վրա, պապան ավելի լավ գիտի, թե ինչ ա պետք անել, շատ եմ խնդրում։ Լավ, ուղարկի։
ոնց որ թե իրար լավ չհասկացանք, հա Մարիա։ Քեզ չէի ասել, որ այդ Դավիթի տեղեկ պայես ինձնից հեռու մնա։ Ոչ թե հետևիցս մարդ ուղարկի։ Շատ խորամանկ է, գիտես այդ Դավիթդ։ Ինչ իրան թվում էր, որ կին է ուղարկում, հարց ու փորձ անելու չեմ հասկանալու, հա, որ ինքը կապ ունի այս ամեն ինչի հետ։ Բայց ուշադիր լսի ինչ եմ ասում։ Պատասխան է տալու այս մեկի համար։ Ու հենց այսօր։ Կին։ Քիչ մնաց լակոտ։ Տունը դարձրել ես հյուրանոց, Դավ, մենակ քնելուց ես գալիս։ Աբուլ աշխատանքի եմ պիտի գնամ։ Լավ էլի, Դավ, ես քո աշխատանքային ժամերը անգիր գիտեմ։ Աբուլ։ Այն տպավորությունն է, որ չես ուզում դասնում։ Հա, ճիշտ ես։ Չեմ ուզում։ Այդ տունը ինձ անընդհատ Մարիային է հիշացնում, անկախ ինձնից իրան եմ հիշում։ Տենց էլ գիտեի։ Աբուլ, ուզում եմ այդ տունը վաճառենք, ուրիշ տուն առնենք, տեղափոխվենք։ Այսօր հասար, Դավ։ Դե կամ էլ պիտի սպասենք այնքան, մինչև սովորեմ։ Քո կյանքի հետ ինչ ես անում։ Աբուլ, որ դու իմ փոխարեն լինեիր, ինչ կանեիր։ Կողքից խոսալը այնքան հեշտ է, չես պատկերացնի։ Ես հիմա մենակ վրեժի մասին եմ մտածում։ Իմ աչքի առաջ անընդհատ այդ անասունի սատկած դիակի պատկերն է, հասկանում ես։ Ու ես ինչքան հնարավոր է շուտ ուզում եմ, որ այդ պատկերը իրականություն դառնա։ Այսօր էլի Մարիային է գրել։ Անընդհատ ինչ-որ բաներ է հորինում, որ ամեն ինչ իրար խառնի։ Այսինքն ինչ է գրել։ Ասում է ինչ-որ կնոջ եմ ուղարկել իրանց տան մոտ, որ իրա գտնվելու վայրը ճշտի։ Բայց դու տենց բան չես արել, չէ՞։ Գժվել ես, Աբուլ։ Ես կյանքում իմ հարցերի մեջ ուրիշ մարդ չեմ խառնել, այն էլ կին։ Չեմ հասկանում։ Բա դրա ուզածն ինչ է։ Ես մի քանի անգամ եղել եմ իրանց տան մոտ, Աբուլ, դու այդ պատմությունից տեղյակ ես, ուզում էի գտնել սատկացնել։ Բայց դրանից հետո ոչ մի բան չեմ արել։ Բա այդ կինը ով է։ Չնայած պարզ է, նորից հորինում է, որ Մարիային վախացնի։ Դավ։ Դավ ինչ եղավ։ Ոչ մի բան, Աբուլ։ Դու գնա տուն, ես մի քիչ հետո կգամ։ Բայց Ալո։ Մարիա, բարև, ո՞նց ես։ Չգիտեմ, ան։ Էլի այդ հիմարը ձայնային էր ուղարկել։ Ասեց, որ Դավիթը իր հետևից մարդ է ուղարկել ու սպառնաց, որ այս անգամ Դավիթին կվնասի։ Ինչ։ Հա, ես էլ զանգել եմ Դավիթին ու մեր պայմանավորվածությանը դեմ եմ գնացել, խոսել եմ հետը։ Հա, ճիշտ ես արել։ Հույս ունեմ, որ ոչ մի հիմար բան չի անի, հեռու կմնա Ռաֆից։ Ինչա ուզում է այդ տականքը, բոլորիս կյանքը փչացրեց։ Չգիտեմ, ան։ Բայց ես ինձ շատ մեղավոր եմ զգում։ Լավ, Մարիա, հանգստացի, հա։ Հիմա մեղավոր կամ անմեղ փնտրելու ժամանակը չի։ Պետք է դրա հարցերը լուծենք։ Շատ հեռու է գնացել, հերիք եղավ էլի։ Ան Դավիթը այնքան սառներ հետս խոսում։ Ոնց որ անծանոթ համարից զանգ եկած լիներ իրեն։ Ես արդեն գնալով համոզվում եմ, որ իր կյանքում ինչ-որ մեկը կա, ում պատճառով այսքան շուտ սառեց Դավիթը։ Իհարկե ես իմ մեղքի բաժինը ավելի մեծ եմ համարում, բայց այդ տարբերակն էլ չեմ բացառում։
Մարիա, հիմա ավետն է զանգում, ես քեզ հետո կզանգեմ, լավ։ Փաստորեն Մարիան ճիշտ էր։ Բարև ձեզ, տիկին Օֆելիա։ Կներեք, դուռը բաց էր, ես էլ ներս եկա։ Դու ես տան անդամն ես, Դավիթ ջան, մի արդարացի։ Արի խոսենք։ Ճիշտն ասած, ձեր գիշերվա զանգը ինձ մի քիչ անհանգստացրեց, դրա համար եկել եմ, որ խոսենք։ Այդ թեմայով ես խոսելու ոչինչ չունեմ։ Այն ինչ պիտի անեմ, ես քեզ ասել եմ։ Երեք Ռաֆն ա գրել Մարիային։ Ու ասելա, որ ինչ որ կին հետաքրքրվել է իրագտնվելու վայրով։ Ու բնականաբար մտածում եմ, որ այդ կնոջը ես եմ ուղարկել, բայց ես տենց բան չեմ արել։ Ոնց։ Այդ ապուշը դեռ իմ երեխուն անհանգստացնում է։ Այդ ապուշը շատ շուտով խոսելու, տեսնելու, լսելու բոլոր հնարավորություններից կզրկվի տիկին Օֆելիա, այդ չի հարցը։ Ես հիմա ավելի կարևոր բան ունեմ հարցնելու ձեզ։ Դուք եք հետաքրքրվել Ռաֆով։ Չէ։ Ես գիտեմ, որ դուք այս պատմության հետ ինչ-որ կապ ունեք, ու հիմա ինչքան էլ հերքեք մեկը ինձ խաբել չի ստացվի։ Գիշերվա մեր խոսակցությունը ինձ շատ բան ապացուցեց։ Ես այն ինչ որ ուզում եմ անեմ, քեզ ասել եմ դրա մասին, բայց այդ ձևով չէի սկսի։ Խնդրում եմ ձեզ, տիկին Օֆելիա, Ռաֆի հետ կապված ձեր բոլոր պլանների մասին մոռացեք։ Այդ իմ ու իրա հարցն է։ Ոչ դուք, ոչ Ռուբենը չպիտի խառնվեք։ Չէ, տղես։ Ես չեմ կարա թույլ տամ, որ դու կյանքդ կործանես։ Իմ երեխան քեզ սիրում է։ Ճիշտ է, ինչ որ անհասկանալի բաժանման փուլի մեջ եք, բայց իմ երեխան քեզ սիրում է։ Ձեզ էլ է սիրում, տիկին Օֆելիա։ Դուք Մարիայի մայրն եք։ Ու պետք չի ձեր տեղը զիջել ինձ, կամ իմ մասին ավելի շատ մտածել, քան ձեր։ Մենք երկուսս էլ շատ կարևոր տեղ ունենք Մարիայի կյանքում, ամեն մեկս իր չափով։ Բայց հավատացեք, ես ոչ մեկի օգնության կարիքը չունեմ։ Այդ իմ ու Ռաֆի հարցն է, ու այդ հարցի լուծումը մենակ ես կարամ տամ։ Չէ։ Խնդրում եմ ձեզ, տիկին Օֆելիա, մի խառնվեք։ Հեռու մնացեք այդ պատմությունից։ Ես գիտեմ, դուք Մարիայի մասին շատ եք մտածում, անկեղծ ամեն ինչ շատ լավ տեսնում ու հասկանում եմ։ Բայց եթե իրոք ուզում եք Մարիային օգնած լինել, երկրորդ անգամ նույն ցավը մի տվեք իրան։ Մի զրկեք Մարիային ձեր ներկայությունից։ Իմ երեխան իմ բացակայությանը սովոր է։ Այքոնին չէ։ Մենք այսպես թե այնպես տիկին Օֆելիա էլ չենք հանդիպելու։ Մեր ճանապարհները արդեն բաժանվել են, բայց այն հարցը, որը կա իմ ու Ռաֆի մեջ, ես պիտի լուծեմ։ Վերջին անգամ եմ հարցնում։ Դուք եք հետաքրքրվել Ռաֆով։